Տելեգրամում կրկին անհայտ ծագման ալիքներ են ակտիվացել, որոնց բովանդակությունը հայերեն է, բայց կան հիմնավոր կասկածներ, որ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։ Պաշտպանության նախարարությունից են հաստատում։ Այդ ալիքներում հրապարակվում են տարատեսակ տեղեկություններ, որոնք առնչվում են պաշտպանական ոլորտին, բանակային առօրյային, համառհասարակ Հայաստանի Հանրապետության բանակին եւ նաեւ տեղեկություններ սահմանային տիպեր կրակոցների կամ որոշակի տեղաշարժերի վերաբերյալ։ Դուք մտածում եք, այսինքն, որ այդ ալիքները ստեղծվել են ադրբեջանցիների կողմից։ Մենք շեշտենք, որ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս, առանց մասնավորեցնելու, թե կոնկրետ որ երկրում են ստեղծվել կամ որ երկրից են այդ ալիքները վարում։ Պաշտպանական գերատեսչությունից չեն մասնավորեցնում, թե հատկապես որ ալիքների մասին է խոսքը, դրանք չտիրաժավորելու նպատակով մտավախություն ունենալով, որ մարդիկ կսկսեն կենտրոնանալ դրանց ուղղությամբ եւ մեծաքանակ հետևորդներ կհավաքագրվեն։ Մասնագետն ասում է, սովորական քաղաքացին չի կարող ինքնուրույն տարբերել կեղծ էջերը, հատկապես Տելեգրամում։ Շատ հեշտ այսօր հնարավոր է վարել կամայական լեզվով Տելեգրամի էջ ներկայանալ որպես երկրի նորություններ արտադրող տեղական Տելեգրամյան էջ, բայց լինել թշնամի երկրից, հա։ Հատկապես հիմա այդ ավելի հեշտացել, եթե ադրբեջանական հատուկ ծառայությունները ունեն իրենց մոտ հայերեն գրողներ, հիմա առավել եւս հեշտ է, որտեղ արհեստական բանականությունով այդ հայերեն տեքստերը րոպեների ընթացքում կարելի է գեներացնել։ Անդրադառնալով բանակին, պաշտպանության նախարարությունից հորդորում են բանակային դիրքերին եւ առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հենց պաշտպանության նախարարության հետ, զգոն լինել։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։